Մահացել է դաժան ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական երեխան, հայլուրը զրուցել է փոքրիկի մոր հետ, հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալված է նրա կողակցի կենակցուհիներից մեկը, որ որոշ տեղեկություններով նաև նրա ընկերուհին է, ընկերուհուն հիմա պիղծ է անվանում։ Ընկերուհի բառը չփչացնենք դա պիղծ ես իմ ինչ-որ մեկով։ 2018-ին կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա շանտաժով, վարչապետ դարձած Փաշինյանը ընտրություններից 2.5 ամիս առաջ շանտաժի նոր ձև է գտել, կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանում պատերազմ կլինի։ Երկրորդ նախագահի համոզմամբ երկրի գլխին 3 արյունոտ պատերազմ բերած մարդը չի կարող պատերազմ բերողի պիտակ կպցնել նրան, ում նախագահության շրջանում անգամ միջին չափի սահմանային սրացում չի եղել։ Մարդ, ով երկրի գլխին 3 պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառը օգտագործել։ Երևանում անիմաստ է, Երևանում իրենք պարտվելու են։ Ինչու Փաշինյանի ուրախ ավտոբուսը պտույտ չի տալիս Երևանի թաղերում, ըստ փորձագետների պատճառն այն է, որ Երևանում Փաշինյանի դիրքերը անհամեմատ թույլ են, չնայած մարզային տեսանյութերում էլ քիչ չեն նրա աննախադեպ բարձր հակառեյտինգի վկայությունները։ Որ հիմի երեխին չի կարա գնա մանկապարտեզ, ումն է պետք է մանկապարտեզ։ Մարտի 21-ի գլխավոր նորությունները կհայտնի հայլուրը, բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սկսենք վերջին օրերի ամենացավալի լուրով։ 5 օր կյանքի համար պայքարելուց հետո մահացել է դաժան ծեծի ենթարկված երեխան, 1 տարեկան 2 ամսական Ալեքսանը։ Նա հոսպիտալացվել էր կլինիկական մահախտորոշմամբ, վարույթ էր նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։ Դատախազությունը հայտնել էր, որ սպանության փորձից առաջ 1.5 ամիս բռնության է ենթարկվել փոքրիկը։ Ըստ պաշտոնական տեղեկության երեխայի խորտ մայրն է ծեծելով մահվան հասցրել նրան։ Ըստ երեխայի տատի, իր թոռանը ծեծել է մոր կողակցի բազմաթիվ կենակցուհիներից մեկը։ Այսօր իմ գործընկեր Լանա Համբարձումյանը զրուցել է սպանված Ալեքսանի մոր հետ։ Նա վստահեցրել է, որ հոր տանն է ծեծվել որդին։ Դաժանաբար սպանված 1 տարեկան Ալեքսանի մայրը Մարիամը հուսահատությունից անիծում է որդու մահվան համար մեղավորներին։ Կյանքի համար 5 օր պայքարելուց հետո փոքրիկը այս առավոտ է հոգին ավանդել Աստծուն։ Նրան ծեծելով մահվան դուռն էր հասցրել երեխայի մոր զուգընկերոջ կամ նախկին ամուսնու նոր կողակցուհին։ Մարիամը նրան ընկերուհի է համարել։ Ընկերուհի բառը չփչացնենք դա պիղծ ես իմ ինչ-որ մեկով։ Ես իրան ընկերուհի ճանաչել եմ։ Նախաքննության տվյալով 1 տարեկան տղային 1.5 ամիս բռնության են ենթարկել։ Մայրն ասում է չի իմացել, որ փոքրիկին պարբերաբար ծեծել են։ Իմացել եմ, որ այդ օրն են խփում։ Ես չեմ իմացել։ Իմանայի շուտ կգնայի կվերցնեի մոտների։ Ըստ նրա իր երեխայի հայրն էլ է այդ կացարանում ապրել։ Ես չգիտեի ինչ կարա լինի, որովհետև հերն էլ էր այդտեղ մնում, ես չէի մտածի։ Որպես ավելի ապահով է։ Մարիամն ասում է, ստիպված է եղել տղային թողնել ուրիշների խնամքին։ Ինքն աշխատել է, որ տուն վարձի Երևանում։ Հիմա էլ փող չունի, չգիտի ինչպես է հոգալու երեխայի հուղարկավորության ծախսը։ Ոչ մի բան չունեմ։ Դարակերտի այս տանը, որտեղ ապրում են Ալեքսանի տատն ու քեռիները, թարմ լվացք է փռած պարանին։ Փոքրիկի հարազատները լրագրողի երես չեն ուզում տեսնել։ Յուղացիները ցնցված են ողբերգությունից։ Շատ ցավալի է։ Այդտեղ ծնողներին կարելի է ապշեսի ինչ անել, որ մարդիկ իրան են տալի, որ երկու սիրուն զավակ ունենան, այդ դեպքն են։ Իրանք էլ։ Այլ։ Ուրեմն այդ իրանց էլ ոչ մի բան չի տակում։ Երեխա կսպանեն, երեխա կծեծեն։ Յուղացիներն ասում են, որ Ալեքսանի ավագ քույրը, որ տատի տանն էր ապրում, կարող էր նույն ողբերգական ճակատագիրն ունենալ։ Լավ է, որ աղջնակին երեխաների խնամքի կենտրոն են տեղափոխել։ Էն էլ այդ ձևի ճնշված մեծացել էլի հիմի։ Հա։ Հա, պարզ չի, եթե այն մեկը տենց է, այն էլ իրա բախտը բերելա սաղը մնացել։ Հայաստանում 5 օր աղոթում էին, որ կոմայից դուրս գա փոքրիկ Ալեքսանը։ Մարդիկ հույս ունեին, որ այս սարսափելի պատմությունը կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Մանավանդ, որ 2 օր առաջ առողջապահության նախարարը վստահեցրել էր, բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը ու գնահատանքը արտահայտել մեր ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճիշտ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։
Անցնենք ներքաղաքական օրակարգին, ինչու Փաշինյանի ուրախ ավտոբուսը պտույտ չի տալիս Երևանի թաղերում։ Հրապարակի տեղեկություններով ՔՊՕ-ում նախնական որոշում ունեն, որ ներկուսակցական քարոզարշավ Երևանում չեն էլ անելու։ Պաշտոնական պատճառ է ներկայացվելու այն, թե Երևանի վարչական շրջանները շատ են, չեն հասցնի բոլորում լինել։ Սակայն իրական պատճառը ըստ թերթի այն է, որ Երևանում Փաշինյանի դիրքերը անհամեմատ թույլ են։ Փորձագետները նկատում են մարզային տեսանյութերում էլ քիչ չեն Փաշինյանի աննախադեպ բարձր հակառեյտինգի վկայությունները։ Լիլիթ Սարգսյանի ռեպորտաժը։ Ամեն անգամ այսպիսի տեսանյութ հրապարակելուց հետո փոշիանում է Փաշինյանի վարկանիշը, վառելով նրա սիրտը։ Սոցիոլոգները վստահեցնում են, ամեն շաբաթ կիրակի ուրախ ավտոբուսով շրջող Փաշինյանի սովորական տղակերպարը շատերի նյարդերին է ազդում։ Հասարակության մեծ մասը դա անցալում է որպես խեղկատակ։ Դա կարծես հասկացել են նաև ՔՊ-ում։ Փաշինյան այսօր հայտարարել է, թե Ռուբեն Ռուբինյանը վարչության նիստում խիստ հրահանգել է ավտոբուսում չպարել կամ պարել, բայց չհրապարակել։ Հրապարակորաթերթն էլ ավելի վաղ գրել էր, ՔՊ-ն որոշել է Երևանում չշրջել ավտոբուսով։ Պատճառը մայրաքաղաքում իշխող ուժի ցածր վարկանիշն է։ Բայց ՔՊ-ականները պատճառաբանելու են, թե Երևանի վարչական շրջանները շատ են ու բոլոր տեղերում չեն հասցնի լինել։ Երևանում գործող վարչապետի վարկանիշը 11 է, իրանց ցույց է տալիս 15, մեր թվերով իրենք ունեն համապետական 16, իրին ցույց է տալիս 24։ IRI-ի միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումների շուրջ սկանդալ էր եղել։ Ըստ մամուլի կազմակերպության սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց ՔՊ-ի վարկանիշը ցածր է, հետագայում խմբագրվել են լրիվ հակառակ պատկերը ներկայացնելով։ Ըստ սոցիոլոգի իշխանության միակ հաղթաթուղթը ընտրողների պասիվ մասնակցությունը կարող է լինել, հենց այդ ուղղությամբ էլ աշխատում են ՔՊ-ականները։ Իրենց ամբողջ ուժն ու եռանդը իրենք գործառնելու են նրա վրան, որ ընտրական ակտիվությունը լինի ցածր։ Երկրորդ ուղղությունը մարզերից ձայներ պոկելու քաղաքականությունն է։ Երևանում անիմաստ է, քանի որ Երևանը չափազանց ընդդիմադիր է, Երևանում իրենք պարտվելու են ու իրանց խնդիրը նա է, որ Երևանում պարտությունը իրանք բալանսավորեն գյուղերով։ Այդ պատճառով են ՔՊ-ականները համացանց ընկնում կուկուռուզ, բեռաշկի, սուջուխ, կարտոֆիլ ուտելով։ Իրենք փորձում են նույնականացնել իրենց սոցիալապես անապահով հատվածին, որ այդ ձևով իրենց ձայները ստանան։ Սոցիոլոգի վստահեցմամբ, եթե տարիներ առաջ այս տեխնոլոգիան կարող էր քվեներ բերել ՔՊ-ականներին, հիմա այն չի աշխատում, որովհետև մարդիկ գիտեն, 8 տարիների ընթացքում ՔՊ-ն չի լուծել անգամ իրենց ամենօրյա հացի խնդիրը։ Իրենց շարժառիթները եղել են կառուցվածքային փոփոխությունները տնտեսությունում, նրա համար, որ իրենք էլ կարողանան հաց ուտեն ու կոմունալ ծախսերը վճարեն ժամանակին։ Այն, որ այլևս չի խաբվում ժողովուրդը, անգամ Փաշինյանի թիմի նախընտրական տուրնեներն են վկայում։ Ավանեսյանը թող մոտենա մի հատ էլի։ Ավանեսյան, միլիարդներ է տանում քո Ավանեսյանը բրյատների մեջ ալեցած։ Ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած, որ հիմի երեխին չի կարա գնա մանկապարտեզ ու նա պետք է մանկապարտեզ։ Տնտեսական խոստումներով այլևս մարդկանց ականջը չշոյող իշխանականները միակ ու անկրկնելի խոստում են մտածել՝ խաղաղություն։ Ըստ Պարոնյանի, խաղաղության փաշինյանական օրակարգին չի հավատում հարցվածների 95%-ը։ Հենց հիմա անում ենք որակային հարցումներ եւ Ալիևի նկատմամբ վստահությունը դուք կարող եք ինքներդ տեսնել, թե ինչ ամեն մեկը կարող է իր կողքը նայի ու տեսնի, որ Ալիևի նկատմամբ հայ հասարակությունը վստահություն չունի։ Այդ պատճառով է իշխանությունը նոր ծայրահեղության մեջ ընկել պնդելով, թե եթե իրենք չընտրվեն, պատերազմ է լինելու։ Իրանք ճարահացյալ մտել են անվտանգության օրակարգի մեջ, դրա համար սրտիկներ են ցույց տալիս եւ վախեցնում են, որ պատերազմ կլինի։ Սա բացարձակ չաշխատող ուրեմն ուղղություն է իրանց համար։ Որոշ տվյալներով Փաշինյանը գրեթե այնքան հակառեյտինգ ունի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
2018-ին կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա շանտաժով վարչապետ դարձած Փաշինյանը, ընտրություններից 2.5 ամիս առաջ շանտաժի նոր ձև է գտել, կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանում պատերազմ կլինի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ երկրի գլխին 3 արյունոտ պատերազմ բերած մարդը չի կարող պատերազմ բերողի պիտակ կպցնել նրան, ում նախագահության շրջանում անգամ միջին չափի սահմանային սրացում չի եղել։ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ է երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կճկճան հավերի խմբի հետ համեմատել Փաշինյանի կաբինետը։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Հայ ժողովրդին պատերազմով է սպառնում մի մարդ, որն իր կառավարման տարիներին 3 պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին։ Աշտարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարդ, ով երկրի գլխին 3 պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառը օգտագործել։ Այդ մարդը չի հասկանում ինչ է խաղաղություն։ Ոչինչ չի հասկանում։ Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ։ Այդ դա իր համար համապարփակ, այսպես ասենք, խաղաղությունն է։ Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ է պետք։ Երաշխավորված արժանապատիվ խաղաղություն եւ մենք դա ի վիճակի ենք ապահովել։ Քոչարյանը նկատում է Փաշինյանը պատերազմի սպառնալիքը կապում է նաև իր անվան հետ։ Մի մարդու, որի կառավարման 10 տարիներին չի եղել գեթ 1 էսկալացիա։ Ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ քիչ թե շատ, sense նույնիսկ միջին չափի սահմանային, այսպես ասենք, միջադեպ չի եղել։ Ընդհանրապես չի։ Եթե հիշում եք, նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, եւ մենք շոու չէինք սարքում։ Հիմա այդ հավի պատմությունը ես պատմեցի։ Գործող իշխանությանը երկրորդ նախագահը կճկճան հավի հետ է համեմատում, որ օրական մի ձու է ածում, բայց այնպիսի աղմուկ բարձրացնում, կարծես ոսկե ձու է ածել։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ուղղակի թույլ չի տալու, որ իրեն խաբել 100-րդ անգամ։ Քոչարյանը համոզված է միայն ստի վրա է հիմնված Փաշինյանի այս տարվա գլխավոր թեզը՝ ընտրեք ՔՊ-ին, որպեսզի պատերազմ չլինի։ Ամենաողբերգականն այն է, որ սեփական ժողովրդին վարչապետը Ալիևով է վախեցնում։ Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, ասենց որի բոբոս արկելով, որ հեսա կարձակվեն եւս քվեններ փորձեն դրանից։ Բայց մենք սա կանխատեսում էինք, եթե հիշում եք մեր նաև հրապարակային ելույթներում, որ 1 տարի առաջ, 8 ամիս առաջ, նույնիսկ ավելի ասենց հետ, եթե գնանք, միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելու է կարճել եւ ինչ որ ձև վախի մտնոլորտ սերմանելով, պատերազմից վախի մտնոլորտ ստեղծելով, փորձել եւս ինչ որ քանակի ձայներ ստանալ։ Որ իշխանության զենքը վախի մթնոլորտ տարածելն է, համոզվել են նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման գնացած աշտարակցիները։ Վստահեցնում են, չեն տրվելու իշխանական սպառնալիքներին, ճակատագրական օրեր են, սխալվելու իրավունք չկա։ Օրական բանվորը նույնիսկ վախենում է, որ կորցնի իր աշխատանքը, եթե ՔՊ-ին ցայն չտա։ Նույնիսկ պահակը։ Տարիներ առաջ 21 թվականի ընտրությանը մեր գյուղում մի լրդում եկար, ընդրություններից առաջ Facebook-ով ելույթ է ունեցել եւ հայտարարել է, ով ՔՊ-ին չընդրի, իր կնոջը ֆորտուշկից կտանենք։ Պարոն նախագահ, ամսու 16-ին լսելով ձեր խոսքը, մինչև չհեռացնեք չեք հանգստանա, այդ մոտիվի վրա լիցք տվեք մեր քաղաքացիներին հայ մարդուն, որ չվախենա այս սրիգաներից։ Շնորհակալ։ Մնաց 2 ամիս։ Եթե ուզում եք այդ վախի մտնոլորտից ազատվել, 2 ամիս կարելի է դիմանալ։ Ես 8 ամիսա դիմանում եմ։ 8 տարի է։ Իսկապես մնաց 2 ամիս։ Մոբիլիզացվել, թքել ամեն ինչի վրա եւ գնալ եւ քվեարկել այնպես, որ ԿՊ-ն ընդհանրապես
լավ, շատ չասեմ, բայց այնքան ձայն չպետք է հավաքի, որ որևէ դերակատարություն այս երկրում պետք է ունենա։ Չպետք է։ Հանցավոր ռեժիմ է, արել այնպիսի բաներ, ոչ մի ազգ չի կարող ներել նման հանցանքների համար։ Ոչ մի ազգ։ Քաղաքացիական պայմանագիրը չպետք է վերարտադրվի, եթե հայ ժողովուրդը ուզում է պահպանել իր ինքնությունը, եթե ուզում է գլուխը չկախել աշխարհի առաջ, եթե ուզում է ունենալ լեզու եւ եկեղեցի, եթե ուզում է օրերից մի օր նորից Արցախ վերադառնալ։ Պարոն նախագահ, ասեցի, որ մեզ համար դուք միշտ նախագահ եք։ Ուզում եմ իրոք, որ վերադառնանք Արցախ եւ հարցս հետեւյալն է ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում մեր վերադարձը Արցախ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջելու, այո ժամանակ է պահանջելու։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ sense լավատեսություն հավատալ ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում էր թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Բոլոր հարցերը կստանան լուծումներ, վստահեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Նրան հավատում են աշտարակցիները, հիշեցնում, թե 1997-ին ինչ պայմաններում են ապրել, ում շնորհիվ ոտքի կանգնել։ Դուք էիք, որ բացեցիք առաջին այն մեծ կամուրջը, որը միացնում էր դեպի Արցախը տենական կողմ ճանապարհի մասին խոսում ենք այս կամուրջը։ Ձեր օրոք եք տեղի ունեցել առաջին քաղաքականներին տրվող անվճար բնակարանները, որոնք 48 Նարեկ Թաղամասի սեփական անդիրեք դարձան Պակիստան։ Հարակից Կարիք Դուի։ Ես գիտեմ, որ ձեր տեսակը չի սիրում երբեք ասել այն արածը, որովհետև դուք չեք ուզում իջնել հասնել այդ մակարդակին։ Բայց այս երկրում, ինչպես դուք եք ասում, լուն դավա է սա։ Երևանում ընդամենը 3 լուսավորված փողոց կար։ 3։ Եվ այն ժամանակ բենզինը վաճառում էին կանիստերներով եւ Երևանում ընդամենը 3 թե 4 բենզարիսկավորման կայան կար։ Այդ է։ 2 տարի հետո պատկերը լրիվ ուրիշ է։ Լրիվ։ Եվ գնաց այլ կարգի զարգացում։ Հիմա կամք։ Սա կամքի հարց է։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն նկատում է, արդեն ձևավորվել է նպաստավոր քաղաքական դաշտ։ Ակնհայտ է, որ իշխանությունը աջակցող կուսակցություններ չունի եւ ուրեմն հաջողություն լինելու է։ Իշխանությունը սատելիտ կուսակցություններ չունի, որոնք ինչ որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շերտ, որը արդեն ձևավորում են մի դաշտ եւ լինելու են խոշոր անդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ անդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորը թիրախավորեն նրան, ովքեր արհալիք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու է։ Նախագահը ցած բդերնի, ոչ թե չոկած։ Բոլորիս նկարի։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Այլուր։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու է նաև Նոր ուժ կուսակցությունը։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նա այսօր հայտնել է, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը քննարկվել է տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց կուսակցության վարչությունը որոշել է առանձին մտնել ընտրապայքարի մեջ։
Քննիչը մերժել է կաթողիկոսի երկրից բացակայելու արգելքը վերացնելու փաստաբանի միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Սա նշանակում է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը չի կարողանա կիրակի մասնակցել համայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, չնայած հրավեր էր ստացել։ Ախալքալաքի եւ Կարիի մետրոպոլիտը վրացական լրատվամիջոցներին ասել էր, որ Գարեգին II-ը ցանկանում է մեկնել Վրաստան, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մեկ ամիս առաջ է հայոց հայրապետի համար խափանման միջոց ընտրվել երկրից բացակայելու արգելքը, իսկ նախորդին արգելքը վերացնելու միջնորդություն է ներկայացվել քննչական կոմիտե։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նաև, որ վերացվի Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը, այդ միջնորդությունը եւս մերժվել է։ Սա կարծում եմ հերթական ապօրինի եւ խայտարակ վերաբերմունքն է իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ, ընդ որում սա արդեն ներքին սահմաններից ներս չի, սա արդեն սահմաններից դուրս է, որտեղ միջազգային հարթակում ստացվում է Հայաստանի վարկանիշը ուղղակի մեծ վնաս է կրում, պատկերացնում եք նույն ասենք այդ հոգևոր առաջնորդներ են ներկա լինելու եւ այստեղ վերականանա, որ ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել, քանի որ պետությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում եւ արգելել է ելքը Հայաստանից։ Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին եւ նախագահին Սեյեդ Մոջթաբա Խամենեիին եւ Մասուդ Փեզեշքյանին Փաշինյանը մաղթել է, որ նոր կյանք եւ զարթոն խորհրդանշող Նովրուզը բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին։ Չնայած օդային ծանր մարտերը շարունակվում են, իրանցիները սկսել են Նովրուզի իրանական նոր տարվա տոնակատարությունը։ Մերձկասպյան Գորգան քաղաքում հազարավոր իրանցիներ նշել են տոնը նախատակված Ալի Խամենեիի լուսանկարներով։ Ալի Խամենեիի մահվան վրեժը առնելու համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թևավոր դարձած նրա խոսքերն է գրում տարածաշրջանի ամերիկյան բազաների եւ Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռների վրա։ Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չկարողանա վերականգնվել։ Սպանված գերագույն հոգևոր առաջնորդի այս խոսքն է գրված եղել հրթիռներից մեկի վրա։ Իսրայելի Հայֆա եւ Թել Ավիվ քաղաքներում 25 թիրախ է խոցվել։ Մանրամասները Ալբերտ Սերոփյանը կպատմի։ Իսրայելական բանակի զինվորները խուճապահար վազում են այն տան մոտ, որն ավերվել է իրանական կասետային ռումբի բեկորներից։ Իսրայելի կենտրոնական Ռեհովոտ քաղաքում է եղել հարվածը ուրբաթ երեկոյան։ Ըստ Ցահալի իրանական հրթիռը խոցվել է երկնքում, դրա բեկորները ընկել են քաղաքի վրա։ Մենք ուժեղ պայթյուն լսեցինք, կինս մի պահ քարացավ, նա ասաց, լսիր, այստեղ է հասել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների ուրբաթ 8 անգամ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Times of Israel-ի տեղեկություններով պատերազմի սկզբից ի վեր 4099 մարդ է հոսպիտալացվել Իսրայելում։ Ցահալի խոսնակը այսօր թվարկել է իրանցի այն բարձրաստիճան գործիչներին, որոնք այս շաբաթ զոհվել են իսրայելական բանակի հարվածներից։ Այս շաբաթ մենք Իրանի ահաբեկչական ռեժիմի 6 բարձրաստիճան գործիչների ենք վերացրել։ Այսօր մեր հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է Մեհդի Ռաստամի Շամասթանը։ Նա կարևոր դեր ուներ աշխարհում իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու գործում։ Դևրինը նաև Ցահալի ռազմական ծախսերն է բացահայտել։ Ավելի քան 9 միլիարդ դոլար է Իսրայելը ծախսել պատերազմի 22 օրերին։ Ըստ Դևրինի, երկրի կառավարությունը եւս 3 միլիարդ դոլար է պատրաստվում հատկացնել Ցահալին։ Իրանական կողմը այս կադրերն է ցուցադրել, հայտարարելով հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների 68-րդ ալիքի մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Խորամշահր 4 եւ Քադր հրթիռներով 25 թիրախ է խոցել Իսրայելի Հայֆա եւ Թել Ավիվ քաղաքներում։ Իրանցիները հրթիռներին ձեռագիր հաղորդագրություններ են գրում։ Դրանցից մեկում իրանցիները մեջբերել են զոհված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը։ Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չի կարողանա վերականգնվել։ Բայց Թրամփը բավական հանգիստ է։ Նա կարծում է, թե պարզ ռազմական մանևր է Հորմուզի նեղուցը բացելու օպերացիան եւ ՆԱՏՕ-ին է մեղադրում այդ հարցում իրեն չօգնելու համար։ Կարծում եմ ՆԱՏՕ-ն հետընթաց է ապրել։ Նրանք ոչինչ չեն արել, այսինքն նրանք պետք է օգնեին նեղուցի հարցում, որովհետև իրենց վառելիքի մեծ մասը ստանում են Հորմուզի նեղուցից։
Հորմուզում սպասվող ռազմական օպերացիային պատրաստ են իրանցիները, վստահեցրել է Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարը։ Նա իրանական ռազմածովային ուժերի անունից ծովամարտի անակնկալներ է խոստացել Թրամփին ու Իրանի թշնամիներին։ Ալբերտ Սերոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Թրամփը նորից է դժգոհել Զելենսկիից։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Ուկրաինայի նախագահի հետ գործ վարելը ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով եւ PR-ի համար։ Հայաստանում քաղաքացիները նախընտրական խայծ են համարում թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը ու պատրաստ են անգամ հրաժարվել ավելացված 10,000-ներից։ Կասմայ թանձի պետք է չի։ Թոմանա Նիկոլինի։ Եվ ինչու է Հայաստանի կառավարությունը ձգձգում արցախցիներին քաղաքացիություն տրամադրելու գործը։ Չեն կարողանում քաղաքացիություն ստանալ։ Եվ այսպես Թրամփը նորից է դժգոհել Զելենսկիից։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Ուկրաինայի նախագահի հետ գործ վարելը ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով եւ PR-ի համար։ Թեժ մարտեր են ռազմաճակատում, իսկ Ուկրաինայի նախագահը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, որ ինքը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հուղարկավորությանը։ Ռուսական Սու-25-երի էսկադրիլան այսօր օդ է բարձրացել գրոհել Ուկրաինա։ Ռուսական կողմի հրապարակած այս կադրերում երևում է կործանիչների կրակի պահը։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության էսկադրիլան ուկրաինական բանակի հենակետեր է ոչնչացրել։ Ռուսական օդուժի դեմ պայքարի մի հերոսապատում է ներկայացնում ուկրաինական մամուլը։ Դոնեցկի մարզում ռուսական K-52 ուղղաթիռը խոցվել է FPV դրոնով։ Ըստ ուկրաինացիների 16 միլիոն դոլար արժողությամբ այս ուղղաթիռից եւս մեկնել են խոցել իրենց զինվորներն ավելի վաղ։ 54 ուկրաինական անօդաչու խոցելու մասին հայտնել է Մոսկվան։ Ուկրաինական բանակի ԱԹՍ-ները հասել են Կուրսկ, Բելգորոդսկ, Սմոլենսկ ու Մոսկվա, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Ուկրաինական աղբյուրները պնդում են 300 անօդաչու է իրենց բանակն արձակել այսօր։ Kyiv Independent-ը հայտնում է, թե անօդաչուներն ուղղված են եղել Սարատովի եւ Սամարայի մարզեր։ Այդտեղ է գտնվում Սարատովի նավթավերամշակման գործարանը եւ Էնգելս 2 ռազմական օդանավակայանը։ Ռուսները հայտնում են, թե ուկրաինական ռադիոէլեկտրոնային միջոցներ են հայտնաբերել ու ոչնչացրել։ Կիևը պնդում է, թե ռուսական հարվածներն իրականում ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ են եղել։ 9 զոհի ու ավելի քան 36 վիրավորի մասին է հայտնում Ուկրաինան։ Ուկրաինացիները նաև ռուսական կողմի զոհերից են խոսում։ Ըստ այդ երկրի բանակի ռուսական կողմը ուրբաթ ավելի քան 1200 զինվոր է կորցրել։ Ուկրաինական կողմը չի հայտնել սեփական ռազմական կորուստները։ Զելենսկին է կադրեր հրապարակել, ինչպես է մասնակցում իր երկրի զոհված զինվորներից մեկի հուղարկավորությանը։ Կիևին մերձակա Մոշչուն քաղաքը պաշտպանելիս է զոհվել ուկրաինացի սպան։ Մենք հիշում ենք եւ հավերժ երախտապարտ կլինենք մեր մարտիկներին իրենց հերոսության եւ քաջության համար։ Նրանք հասել են ամենակարևորին։ Մեր երեխաներին շանս են տվել ապրել ազատ Ուկրաինայում։ Զելենսկին չի արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բողոքին։ Սպիտակ տան ղեկավարը դժգոհել էր, թե Ուկրաինայի նախագահի հետ գործ ունենալն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով եւ PR-ի համար։ Ալբերտ Սերոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ադրբեջանում այս շաբաթ քննարկվող աղմկոտ թեմաներից մեկը Ալիևների ընտանիքի շուրջ հերթական սկանդալն է։ Այդ մասին ենք զրուցելու Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Այս սկանդալը այնքան է հասունացել, որ իշխանությունը ստիպված է արձագանքել հանրային պետական հեռուստաեթերով։ Ինչու է հարցը այդքան ցավոտ Բաքվի համար։ Լարա, այստեղ ամենակարևորն այն է, որ խոսքը պարզապես ընտանեկան կամ կենցաղային սկանդալի մասին չէ, այլ փաստորեն քաղաքական խնդրի։ Թեման արդեն այնքան է մեծացել, որ իշխանությունը որոշել է խախտել տևական լրությունն ու ներկայացնել Ալիևի հարցի շուրջ պատմության պաշտոնական վարկածը։ Ադրբեջանական պետական ETV հեռուստալիքը մոտ 10 րոպեանոց ռեպորտաժով փորձեց բացատրել, թե ինչ է տեղի ունեցել Ալիևների ընտանիքի շուրջ։ Ըստ այդ ռեպորտաժի, կեղտոտ արշավ է կազմակերպվել Ալիևների հարսի Ալյոնա Ալիևայի դեմ։
Համացանցում տարածված անպարկեշտ բովանդակությամբ նյութերը կեղծ են, ունեն զրպարտչական բնույթ ըստ այդ ռեպորտաժի եւ ռեպորտաժում նշվում է, որ արտասահմանում գտնվող մի մարդ է զրպարտում Ալյոնային։ Նա հանցակից ունի Ադրբեջանում, որին իդեպ արդեն ձերբակալել են։ Այդ մարդիկ Ալյոնա Ալիևային վերագրող կադրերը չտարածելու դիմաց պահանջել են 5 միլիոն եվրո։ Նամակներ են գրել անձամբ Մեհրիբան, Արզու ու Լեյլա Ալիևաներին։ Ենթադրյալ զրպարտիչների անունները իհարկե պաշտոնապես չեն հրապարակվել, բայց ենթադրություն կա, որ նրանք կարող են կապ ունենալ ադրբեջանցի վտարանդի լրագրող Մեհման Հուսեյնովի հետ։ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ հրապարակված նյութերը իրական չեն, վերցված են 18+ կայքերից, իսկ ռեպորտաժի հեղինակը վերջում էլ ասում է, որ սա զուտ ընտանեկան պատմություն չէ, այլ պետության դեմ արշավ, որովհետև նախագահական ընտանիքն է հայտնվել թիրախում։ Արման, տպավորություն ստացավ, որ ավելի շատ իշխանությունը ոչ թե փորձում է հերքել սկանդալը, այլ զուտ տեղեկատվական առաջնահերթությունը իր ձեռքը վերցնել։ Այո, հենց այդպես էլ կա, այս պահին Բաքվի հիմնական նպատակը կարծես ոչ այնքան ինչ-որ բան հերքելն է, որքան թեմայի կառավարումը իր ձեռքը վերցնելը, որովհետև երբ պետական հեռուստալիքը 10 րոպե շարունակ բացատրում է, թե ով ում է զանգել, ով ինչ է ուզել, ինչ շանտաժ է եղել, դա արդեն նշանակում է, որ իշխանությունը որոշել է ինքը դառնալ պատմության գլխավոր մեկնաբանը։ Այսինքն նրանք ուզում են, որ հանրությունն այս պատմությունը չընկալի որպես Ալիևների ընտանիքի խոցելիության ապացույց, այլ ընկալի որպես դրսից կամ ներսից կազմակերպված հարված պետական ամենակարևոր ինստիտուտին, նախագահությանը։ Ու սա շատ կարևոր տարբերություն է, որովհետև եթե թեման մնա ընտանեկան սկանդալի դաշտում, կվնասի Ալիևների անձնական ու քաղաքական հեղինակությունը, բայց եթե այն տեղափոխվի պետականության դեմ գործողության, պետության հանդեպ շանտաժի ու դավադրության դաշտ, Ալիևայի ենթադրյալ այդ անպարկեշտ վարքագծի մասին խոսակցությունները կմղվեն հետին պլան։ Արման, ամբողջ այս պատմությունից ինչ եզրակացություն կարելի է անել, սա մեկ օրվա սկանդալ է, թե Ալիևյան կառավարման համակարգի ավելի խորքային խնդրի վկայություն։ Սա կարծում եմ մեկ օրվա սկանդալ չէ, Լարա, սա շատ ավելի խորքային խնդրի նշան է, որովհետև եթե իշխանությունը նման թեմային արձագանքում է պետական հեռուստատեսությամբ երկար ռեպորտաժով, նշանակում է հարվածը եղել է դիպուկ եւ շատ զգայուն կետի, իսկ այդ զգայուն կետը Ալիևների դեպքում ընտանիքն է, որտեղ ժառանգության թեման տարեց տարի ավելի արդիական է դառնում, Հեյդար Ալիև կրտսերի մեծանալուն զուգահեռ ու հիմա պետք է այնպես անել, որ Ադրբեջանի ապագա հնարավոր առաջնորդի կերպարը մնա անբիծ։ Այս պատմությունն էլ փաստորեն ցույց տվեց, որ Ալիևների համակարգը որքան էլ արտաքինից ամուր թվա, իրականում ունի բավականին խոցելի տեղեր եւ այսօր ականատես ենք լինում, որ Ալիևյան ռեժիմը ընդամենը մեկ բամբասանքի պատճառով փաստորեն գործի է դնում ամբողջ պետական ռեսուրսը փրկելու Ալիևների անթերի իդեալական ընտանիքի կերպարը։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայդուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Վերադառնանք ընտրությունների սպասող Հայաստան, քաղաքացիները նախընտրական խայծ են համարում թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը ու վստահ են, որ անզուսպ գնաճը իրենց քթից է բերելու ավելացված մի քանի կոպեկը։ Հայդուրի հարցախույզին մասնակցած թոշակառուներից մի քանիսը հայտարարել են, թե պատրաստ են անգամ հրաժարվել ավելացված 10,000-ներից, եթե Փաշինյանը հանկարծ կարծի, որ այդ փողով հաջողել է կաշառել իրենց։ Կենսաթոշակի չափերի ապագա փոփոխությունները եթե լինեն, օրենսդրության շրջանակներում դրանք կարող են լինել միայն ավելացման ուղղությամբ։ Նվազել կենսաթոշակի չափերը չեն կարող։ Ինչպես հավատա Արցախից տեղահանված Տիկին Ստելան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի այս խոսքերին, երբ Հայաստան տեղափոխվելուց հետո 78,000 դրամ թոշակի փոխարեն 70,000 դրամ է ստանում։ Թողը 8,000 դրամս վերադարձնի, էլ ինչ ավելացում։ Ինչ ավելացում։ Ավելացում չկա։ Համոզված է Տիկին Ստելան, եթե ընտրություններից հետո նորից իշխանություն դառնա ՔՊ-ն, ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացվող թոշակներն իրենց վրա թանկ են նստելու։ Իշխանությունը այդ 10,000-ը վերադարձնելու միջոցը գտնելու է։ Սախսաթից բան աղջիկս, հետո էսա որ իրանք եղան, նորից բան են անելու, հետ են ուզում։ Ամեն ինչ կանեն կտանեն, դրանից ավելը կտանեն։ Թոշակառուները չեն պատկերացնում։ Եվ թանկացումներով եւ լիքը բաներով։ Իշխանության խոստումը, թե թոշակների բարձրացումից հետո նվազագույն սպառողական Սամբյուղի բոլոր ապրանքները հասանելի են լինելու թոշակառուներին մարդկանց զվարճացնում է։ Առնվազն ծիծաղելի պնդում է չնահանջող գնաճի ֆոնին։ Ես չեմ հավատում ոչ մի բանի, այս
ղեկավարության ոչ մի բանին, ոչ ասածին, ոչ արածներին։ Չեմ հավատում այդ թոշակների բարձրացման, որովհետև մնացած բաները այնքան են բարձրացնում, որ թոշակով չես կարող ապրես։ Ցանկացումները այնքան շատ են, որ այդպես կիչեցվի։ Այնքան թանկ է, որ այդ չի էլ երևում այդ բարձրացումը, նոր դեղեր առած գալիս են։ Թոշակառուները կառավարության անդամներին խորհուրդ են տալիս խանութներ ու դեղատներ մտնել գներին անձամբ ծանոթանալու համար։ Թանկացումը կլնի ու կլնի, օրեցօր թանկանում այ բալաջան։ Դեղն էլ է թանկանում, սնունդն էլ է թանկանում, ամեն ինչը այ բալաջան։ Բա եթե որ բարձրանում է գինը, ապրանքի գինը թանկանում է, մեզ ինչ օգուտ է տեղ։ Թոշակառուն օգուտ ունի, չէ բալես։ Ամեն մեկը այսպես ու փորձի ուռճացված թվերով խոսել թոշակի մասին կամ այլ բաների մասին զուտ հայտարարելու համար, մեկը մեկին մրցակցելով, հետո իրենք հայտնվել են ձեր ասած ցայտնոտի մեջ, որտեղ իրենք չեն հասնելու այդ աղբյուրները ապավել։ Տնտեսագետները նկատում են առանց հիմնավոր հաշվարկի, առանց ունեցած ռեսուրսները հաշվի առնելու է Փաշինյանի թիմը թոշակները բարձրացնելու որոշում կայացրել, փորձելով ընտրություններից առաջ հաջողանալ թոշակառուներին։ Իրենք պետք է արդեն թոշակները տան, որտեղ մարդիկ ասել են դե խոստացել ես բարձրացրու, բայց ինքը փող չի ունենալու որ վճարի։ Տնտեսական ծանր ճգնաժամի առաջ կարող է կանգնել մեր երկիրը, ասում է Գագիկ Մակարյանը, քանի որ բյուջեն հաստատելու պահին թոշակների բարձրացման համար անհրաժեշտ ավելի քան 70 միլիարդ դրամը ծախսերի մեջ ներառված չի եղել։ Ավելի վաղ նաև ֆինանսների նախարարությունն էր ահազանգել, ռիսկեր են ստեղծվում բյուջեի համար։ Զուգադիպություն տեղ ունեցավ։ Մի կողմից կառավարությունը թոշակները բարձրացրեց, բայց մի կողմից շատ արագ սկսեցին գները բարձրանալ եւ հիմա քանի որ Երևանի պատերազմը դեռ շարունակվում է ու կարծում եմ որ դա դեռ կերկարի, ապա դա նույնիսկ կարող է հասցնել տնտեսական որոշակի ճգնաժամ։ Տնտեսագետների խոսքով թոշակները բարձրացնելու ոտքի վրա կայացված զուտ պոպուլիստական որոշումը կարող է դառնալ նաև արտաքին պարտքի ավելացման պատճառ։ Քանի դեռ ժամանակ կա, կուսակցությունները թող բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև ԿՊ-ն վերահաշվարկ կատարեն իրենց հնարավորությունների դեպքում, ոչ թե դրանք լինեն հնչողություն հաղորդելու համար, հաջողանալու համար, այլ դրանք լինեն իրատեսական, որքանով է բյուջեն թույլ տալիս։ Հարգելի թոշակառուներ, ձեզի խաբելու է, խաբում են 8 տարի, 8 միլիարդ դոլար վզներից դրել է։ Քաղաքացիները նախընտրական խայծ են համարում թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը ու չեն պատրաստվում այն կուլ տալ։ Ընտրակաշարք կարճացած, տան հարմար զգացին, իրանք այդքան ստացան, թոշակառուները վիրավորվել էին, որոշեցին խաթրները առն թոշակառը։ Այդ 10 դրամը երաչի սաղացնեմ, էդի աչկովի կիրալցնա, էդի 10 մայետ հնձի պետք է չի, թոմանա Նիկոլինի 10 մանետ։ Պատրաստ են անգամ հրաժարվել այդ 10 հազարներից, եթե Փաշինյանը հանկարծ հանդգնի մտքով անցկացնել, որ այդ փողով կաշառել է թոշակառուներին։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Արցախյան հակամարտության մասին հիշատակումն անգամ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսից շեղում եւ հակապետական սադրանք անվանող Փաշինյանը ընտրություններից 2.5 ամիս առաջ որոշել է հանդիպել արցախցիների մի փոքր խմբի հետ, մարգինալ խմբի, ինչպես սոցցանցերում գրում են Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները, վրդովված քննարկելով հատկապես այն տղամարդու անձը, որ հանդիպման ժամանակ շնորհակալական ելույթ է ուղղել Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Արցախցիների շրջանում դժվար է գտնել Փաշինյանի հանդեպ գոհունակությամբ լցվածների են տալիս Հայլուրի հարցախույզները։ Շատ արցախահայերի համոզմամբ պատահական չէ, որ Հայաստանի կառավարությունը ձգձգում է իրենց քաղաքացիություն տրամադրելու հարցը։ Թե ինչու Լանա Համբարձումյանը կպատմի։ Ինչու է ձգձգվում արցախցիներին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելը։ Հազարավոր արցախցիներ ահազանգում են, ավելի քան 7 ամիս է իրենց հայտերը հաստատվել են, բայց Հայաստանի քաղաքացիություն դեռ չեն ստացել։ Վայ աղջիկ ջան, նյարդերս արդեն չի երիքում, չգիտեմ հոկտեմբերից էլ ես եմ այդ փթերը հանձնել, սպասում եմ, որ պետք է քաղաքացիություն տան։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ արցախցիներ են մեզ դիմում, որ չեն կարողանում քաղաքացիություն ստանալ։ Պատճառը Փաշինյանի վախերն են, համոզված են մարդիկ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ գործող վարչապետը չի ուզում, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ դառնան, քանի որ վստահ է նրանց մեծամասնությունն իր օգտին չի քվեարկելու հունիսի 7-ին։
այս իշխանությունը հանձնել է Արցախը 100,000 եւ ավելի արցախցիների թողել է անտուն։ Մի մասը մնացել է առանց աշխատանքի եւ այսօր դժվարությամբ են գոնե ամենօրյա հացի փողը մի տեղից գտնում։ Ինչպես գնանք եւ ձայն տանք այս իշխանություններին։ Այսքանից հետո նորմալ արցախցին կգնա Նիկոլ Փաշինյան կընտրի։ Չեն ընտրելու։ Հայաստանի քաղաքացիություն ստացած շատ արցախցիներ ասում են անպայման մասնակցելու են ընտրություններին ու իրենց քվեով պատժելու են Փաշինյանին։ Ստեփանագետ քաղաքում այնպեսի տուն եմ թողել, որ ես ապրում եմ այս քաղաքում, որ այդպեսի շենք չկա, այդպիսի գեղեցիկ շենք չկա, ոնց լալա իմ շենքս։ Հիմա ես դառել եմ փախստական բոմժ։ Բոմժը իրանք են, որ մեզ օրն են գցել։ Արցախից բռնի տեղահանված 53-ամյա Արմենը առաջին կարգի հաշմանդամություն ունի։ Փաշինյանին հրավիրում է իր կեցավայր, որ տեսնի ինչ պայմաններում է ապրում։ Պարոն Փաշինյան, ես անձամբ քեզ եմ դիմում։ Ես լինելով առաջին կարգի հաշմանդամ, ուզում եմ անձամբ ու ախրանատ գա, թե զամդ գա, ուզում աթողա։ Ես վիրավոր առաջի կարգի տղա եմ, չեմ ասում ինչ ճանապարհ եք մենք անցել, ինչ սովի եք մատնել ամիսներով, ինը ամիս տարապել, ոնց կարելի է այդ վիճակում երեխոքում պահացել, դա լացա։ Ես որտեղից եմ եկել, լացում եմ, որտեղ եմ ընկել։ Արմենը լսել է, չորեքշաբթի Փաշինյանը հանդիպել է որոշ արցախցիների հետ ու հայտարարել, որ այսուհետ Երևանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու համար տրամադրելու են ոչ թե 3, այլ 4 միլիոն դրամի սերտիֆիկատ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Բայց սերտիֆիկատ ստանալու համար Հայաստանի քաղաքացիություն է պետք։ Արմենն ունի, բայց որդին հոկտեմբերից դիմել է, դեռ սպասում է։ 4 միլիոնն էլ իրաց տված, ամեն ինչը իրան տված, ինձ ոչ մի բանը պետք չի, ինձ մի հատ տուն տո, ինչ փաստաթղթեր ես էլ ուզում ես երկալ, դու այդ ինչ օգնություն կա դուք ստացեք, ինձ մի հատ որպես ես առաջի կարգի մահացած մարդից մի հատ տուն նվիրեցեք, իմ ընտանիքս վերցնեմ մտնեմ մեջ, մեր տունը գիշեր ծիրեք կռիվ ա, որ որտեղից եք եկեք, որտեղ եք մեկ ապրում, ես ինչ կյանք ա։ Արցախցիները լավ են հասկանում, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը որոշել 1 միլիոնով ավելացնել իրենց տուն գնելու փողը, հատկապես հիմա խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ։ Բացահայտ կաշառք է իշխանությունների կողմից եւ տեսանք քսնող արցախցիների, ինչը անընդունելի է բոլորիս կողմից, այն որ տեխնիկական խնդիրներ են ստեղծվում քաղաքացիություն ստանալու համար, դրա մասին մենք վաղուց բարձրաձայնում ենք։ Եթե արցախցի օրինակ 2-3 հոգանոց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին նույնիսկ 4 միլիոն դրամի սերտիֆիկատ տրամադրեն, մարդիկ չեն կարող տուն ձեռք բերել Երևանամերձ համայնքներում։ Այն, որ կառավարությունը առանձնապես մտահոգված չէ արցախցիների խնդիրներով, Նժդեհ Իսկանդարյանը համոզվել է, երբ վերջերս փողոցում պատահաբար հանդիպել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Նույն բնակապահովման մասին եմ խոսել, որ հնարավորություն չկա, մարդիկ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, ինչպես ամենամեծ խնդիրը եղել եւ մնացել է փոքր կազմ ունեցող ընտանիքները, եւ շատ ուղիղ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինչ է ուզում եք արցախցիներով Երևանի կենտրոնում ապրեք։ Ունեմ խանութ գյուղում, ունեմ գյուղում տուն, ունեմ հողաբաց, 3 հեկտար հող, սա թողել եմ այդ փաստաթղթերը կա, հիմա ներկայությամբ եմ անտանելի վիճակում, ես ուզում եմ վերևից գան, մի հատ ճշտեն ու հիվանդ քուր ունեմ, Եսա 3 հեկտարիա ինսուլտը ճանապարհին խփելա, ծայր վիճակում, մի հատ բան պես օվեր չէ դոկտոր միջև օրս։ Փող չի ուզում իշխանությունից արցախցին, վստահեցնում է Արմենը։ Արժանապատիվ ապրուստ է ուզում, որ խլել են իրենից։ Ստեփանագետ $100,000 այդ տոնը։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Փաշինյանից անընդհատ Հայաստանում տնավորվելու կոչ լսող արցախահայերը շարունակում են ամենապարզ հարցերում անգամ օգնություն ակնկալել մասնավոր կազմակերպություններից։ Եվրասիայի աջակցության ծրագրերի մասին է մեր հաջորդ ռեպորտաժը։ Մեկնարկից 7 ամիս անց ավարտվում է Եվրասիա հասարակական կազմակերպության բռնի տեղահանված արցախցիների աջակցության ծրագրի առաջին փուլը։ Հայաստանի բոլոր մարզերում է իրագործվել ծրագիրը, վերջին կանգառը Երևանում է, Արցախի ներկայացուցչությունում։
Մարդասիրական օգնություն ստացել է 7500 արցախցի ընտանիք։ Եվրասիայի ծրագրերի համակարգողի խոսքով շահառուների հոսքն այնքան մեծ է եղել, որ ծրագիրը վերաթողարկելու կարիք է առաջացել։ Help Artsakh.ru կայքում գրանցվածները մտնում են տվյալ կայքը, ովքեր որ արդեն նախորոք եւ նախապես անցած են եղել այդ հղումով, մենք վերաթողարկել ենք այդ համակարգի միջոցով հիմա շատ թափանցիկ հեշտ կերպով կարողանում են կազմակերպել օգնությունը առանց որևիցե խնդիրների եւ հերթերի։ Հետեւյալն է, մեր հայրենակիցները մտնում են այդ կայքը եւ կարողանում են իրենց հարմար օր, ժամ ընտրել եւ հերթագրման կտրոնը, որը որ կայքն է տրամադրում, գալ այդ կտրոնով եւ ստանալ իրենց օգնությունը։ Առաջին փուլում օգնություն են ստացել առավել խոցելի ընտանիքները, հաշմանդամություն ունեցողները, կերակրողներին կորցրած ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները։ Ցավ դժվար է։ Անկորցած մարդը միշտ դժվար կիմանա։ Ընկերները ասեցին եկանք մենք ասենք օգտվենք։ Мимо проходил он с Генналис, տեսնում Ղարաբաղի пен помощен там, да, легкая Украина, ну, езжал, если мотоцикл, там бекем помощен там, если пенсионером, из горчу мама. Ստացող ծանոթ է եղել, ասել է, մենք ոչ մի բանից չենք օգտվում, էլի ոչ մի ծրագրից 40 գումար ստաց, ոչ մի բան, ապրում ենք ավտոտնակում վարձով։ Առաջին փուլն ավարտվում է մարտի 22-ին, բայց սա չի նշանակում, որ Եվրասիան դադարելու է լինել արցախցիների կողքին։ Որ շուտով կհայտարենք նաև վերսկսման ժամանակաշրջանը։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր YouTube-յան էջի հետևորդները դարձել են կես միլիոն։ 5-րդ ալիքը ձեզ հետ է արդեն 7.5 տարի ու այս տարիների ընթացքում բոլոր դժվարությունների եւ ամեն հուսալքության պահի մեզ գոտեպնդել է միայն ձեր սերն ու ջերմությունը։ Շնորհակալ ենք սիրո ու հավատարմության համար։ Մենք ձեզ համար աշխատում ենք նույն եռանդով ու պատվախնդրությամբ, լինեք կես միլիոն, թե միլիոններ։ Իսկ մեր հաջորդ ռեպորտաժը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակի մասին է։ Վերահսկիչ այդ կառույցի գործը ավելի է բարդացել արհեստական բանականության պիկի օրերին, երբ դժվար է դարձել իրականությունը ապատեղեկատվությունից զատելը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ 2001-ին ստեղծված անկախ պետական մարմինն ապահովում է հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը։ Վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը։ Անցած 25 տարվա մեջ մենք կայացանք որպես ինստիտուցիոնալ կառույց, այսինքն ներդրվեցին մեխանիզմները, մշտադիտարկման, լիցենզավորման, վերահսկողության, տասնյակ կարգեր ընդունեցինք, անցումը կատարեցինք դեպի թվային հեռարձակում։ Հեշտ չէ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ լինելը, ասում են, բայց վստահեցնում են, իրենք գտել են իսկապես անաչառ եւ անկախ լինելու ճանապարհը։ Իմ համար այլևս պարտականություն չի այս աշխատանքը, ծառայությունն է իմ համար, առաքելությունն է իմ համար ունեմ 3 սկզբունք՝ հանդուրժողականություն, համբերատարություն եւ սերը։ Սիրում եմ աշխատանքը։ Մարտահրավերներ իհարկե կան, նշում է Տիգրան Հակոբյանը։ Արհեստական բանականությունը գրավել է աշխարհը, պետք է հետևողական լինել մեդիա դաշտը պաշտպանելու, կեղծ, ոչ ստույգ բովանդակությունից։ Արհեստական բանականության շնորհիվ սինթետիկ բովանդակությունը գեներացվում, եթե մենք չփորձենք ինչ-որ ձև կարգավորել եւ դիմադրել այդ սպառնալիքներին, ապա ես շատ կվախենամ, որ նորմ կարող է դառնա ապատեղեկատվությունը, դիփֆեյքերը, ատելության խոսքը։ Հանձնաժողովը խոստանում է հաջորդ տարիներին էլ ամեն ինչ անել, ապահովելու հեռարձակվող լրատվամիջոցների անկախությունն ու բազմազանությունը։ Զարուհի Սահակյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Եվ վերջում ֆրանսերենի տոն է Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մասին կպատմի Աննա Գյուլնազարյանը։ Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի տարեքինց երգի հնչյուններն են բարի հրավիրում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընթառաջ տոնական տրամադրություն է Մոսկվա կինոթատրոնում։
Ֆրանկոֆոնիայի կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակն ու ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի 25-ամյակն են նշում ֆրանսախոսները։ Ֆրանսերենի ուսուցումն ու դասավանդումը նախ եւ առաջ անձնագիր է դեպի աշխարհ։ Ֆրանսերեն սովորելով դու ելք ես ունենում դեպի աշխարհ։ Ավելի քան կես դար, շուրջ 320 միլիոն ֆրանսախոս միավորվում է ֆրանկոֆոն արժեքների շուրջ։ Հարգանք լեզվի, մշակույթի եւ ժողովրդավարության նկատմամբ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը նպաստում է, որ Հայաստանում էլ տարածվեն այդ արժեքները։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք այս կապը, այս ցանցը, որպեսզի յուրաքանչյուր ուսուցիչ զգա, որ միայնակ չէ, մեկուսացված չէ իր դասասենյակում։ Անգլերենից հետո աշխարհում երկրորդ ամենաշատ դասավանդվող լեզուն է ֆրանսերենը։ Հույս ունեմ, որ ֆրանսերենի դիրքերը ավելի ամրապնդվեն մեր կրթության համակարգում, ֆրանսերեն լեզուն շատ ավելի ներկա լինի Հայաստանում, քանի որ նաև գիտեք, նախ Հայաստանը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է եւ ֆրանսերենը նաև Ֆրանսիայի լեզուն է, որի հետ մեր բարեկամական կապերը շատ հզոր են։ Հաջորդ տարի ֆրանկոֆոն մեկ այլ հնչեղ իրադարձություն է լինելու Հայաստանում։ Մեր երկիրն է հյուրընկալելու ֆրանկոֆոն խաղերը։ Աննա Գյուլնազարյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։